Հիսուս ամեն անգամ փարիսեցիների հետ հանդիպելուց վեր էր հանում նրանց կեղծավորությունը, նրանց սխալ սրտի շարժառիթները, որոնք Աստծո հանդեպ ունեին, աստվածպաշտության կերպարանք, բայց իրականության մեջ իրենց շահին, իրենց գրպանին ծառայացնելով այդ ամենը, եւ ահա Ղուկասու 16-րդ գլխի 14-15 համարների մեջ հետևյալն են կարդում. Փարիսեցիներից ալ, որոնք արծաթասեր էին, այս ամենը լսելով կամահրեին զանիկա, Հիսուս ըսավ անոնց. Դուք եք, որ մարդկանց առջև ինքս ինքնիկ կարդարացնեք, բայց Աստված գիտե ձեր սրտերը, վասնզի մարդոց մեջ բարձր եղածը Աստծո առջև պիղծ է։ Մարդու մեջ ինչ կա, որ բարձր է, եւ այն հանդիսանում է Աստծո առջև պիղծ։ Իր անձը, իր եսը, հպարտությունը, որ Աստծո առջև պիղծ է։ Բայց լավ, Աստված Ադամին հպարտ ստեղծեց։ Հպարտ էր Ադամը։ Ոչ, Ադամը անմեղ էր, բայց այդ բնությունը իր մեջ էլ եկավ։ Ինչպես այն եղավ, մենք շատ լավ գիտենք, Եդեմական պարտեզում ինչ տեղի ունեցավ։ Այս մեկ մեղքը, որի մասին այսօր պիտի խոսենք, որ կոչվում է հպարտություն, շատ ավելի առաջվանից այն կար։ Սա հանդիսանում է սատանայի անձնական մեղքը։ Եսայի մարգարեության մեջ մենք կարդում ենք հետևյալը. Եսայի 14-րդ գլուխ 12-13 համարները։ Ով արտուն ծագող արուսյակ, ինչպես երկնքեն ընկար, ու միջև գետինը կործանեցար, դու որ ազգերը նկուն կնեիր, դու սրտիդ մեջ ասած էիր, երկինք պիտի ելեմ, եւ իմ աթոռս Աստծո աստղերեն վեր պիտի բարձրացնեմ։ Ստեղծվածը ստեղծիչի դեմ իր սրտի մեջ խորում է, իմ աթոռս Աստծո աթոռից վեր պիտի դասեմ։ Ինչ է սա, եթե ոչ հպարտություն։ Նաև Եզեկիելի մարգարեության մեջ մենք կարդում ենք 28-րդ գլխում մի քանի համարներ բերեմ ձեզ։ Աստված այսպես ասաց Արուսյակին, որ հետո սատանա դարձավ. Քո սիրտը հպարտացավ եւ ասիր, ես Աստված մնեմ, ծովի մեջտեղը Աստծո աթոռին կնստեմ։ Այս անձնավորությունը յուրահատուկ մեկն էր, յունիկ էր։ Ինքը մեծ հրեշտակապետ էր, ամենից բարձր էր, բոլոր հրեշտակներին հավաքում էր, Աստծո առջև պաշտամունքեր տանում, հավատարիմ էր, կատարյալ էր ինքը ստեղծված։ Եվ կորցրեց այդ ամենը, կորցրեց, Աստծո ամբողջ տնտեսության վրա էր դրված և կորցրեց։ Ուրեմն երրորդ համարը, ահա դու Դանիելից իմաստուն ես և բնավ քեզանից գաղտնիք պահված չէ։ Աստված ամեն բաներ իրեն հայտնում էր։ 12 համարը, դու որ կատարելության կնիքն ես, իմաստությամբ լեցված և գեղեցկության մեջ կատարյալ ես։ Դե եկեք ու երևակայեք, կատարյալ գեղեցկություն։ Ինչպիսի գեղեցկություն էր քո առջևը դնեն, մի թերություն կգտնես։ Այդ ինչ գեղեցկություն ուներ նա, որի մասին Աստված ասում է կատարյալ գեղեցկություն։ 15 համարը, դու ճամփաներիդ մեջ կատարյալ էիր, քու ստեղծված օրից մինչև այն օրը, երբ քու վրա անօրենություն գտնվեց։ Այն ինչ որ կարդացինք, սրտի մեջ խորեց, որ իր աթոռը Աստծո աթոռից ավելի վեր պիտի դնի եւ պիտի որպես Աստված պաշտվի։ 17 համարը, քու գեղեցկությանդ համար սիրտդ հպարտացավ, քու վայելչությանդ պատճառով, քու իմաստությունդ ապականվեց։ Աստված ասում է, ես էլ քեզ երրորդ երկնքից վար նետեցի, Աստծո թագավորությունից դուրս մնաց։ Իր գեղեցկությունը, վայելչությունը ապականվեց։ Մնաց նույն գեղեցիկ մեկը, այլանդակվեց,
այսօր ճիշտ է, սատանային ներկայացնում են պոչով, պոզերով, իր իմաստությունը ապականվեց։ Իմաստությունը դարձավ խորամանկություն։ Իսկ խորամանկությունը միշտ գործադրվում է չարիք գործելու համար։ Եվ այս ամենը հպարտության պատճառով։ Ինչ է հպարտությունը, ինչպես բնորոշենք։ Ես, իմ անձս, բարձր, ամենագետ, ամենագեղեցիկը, ամենաները, ահա հպարտությունը։ Երբ որ մեկ իրեն այդպես է տեսնում, իր անձը այդպես է տեսնում, ոչ ուրիշ մեկին, բայց միայն իրեն, վեհանձն։ Դրա համար Աստված ասում է, մարդու մեջ բարձր եղածը Աստծո առջև պիղծ է։ Հպարտությանը միացնենք նաև պարծանքը, գոռոզությունը, որին հետևում է ամբարտավան կեցվածք և գործելակերպ։ Առակաց 16:18 ասում է. կոտորածի առջևից հպարտությունը և կործանումի առջևից ամբարտավանության ոգին է գնում։ Կոտորածի առջևից հպարտությունը։ Այդ ինչ կոտորած է։ Սա այն դատաստանն է, որ Աստված պիտի բերի մարդկության վրա։ Իրենց հպարտության պատճառով, այո, այդ կոտորածից առջև է հպարտությունը գնում, որին պիտի հետևի այդ կոտորածը, այդ դատաստանը։ Առակաց 8:13-ը և շատ համարներ կան, Առակաց գրքի մեջ, մարգարեությունների մեջ այս մասին գրված։ Տիրոջ վախը չարությունը ատել կնշանակի, հպարտությունը, ամբարտավանությունը, չար ընթացքը և նենգավոր բերանը կատեմ։ Առակաց 8:13։ Առակաց 21:4 ամբարտավան աչքերը, հպարտ սիրտը ու ամբարիշտների լույսը մեղք է, ամբարտավան աչքերը։ Ինչպես բացատրենք սա։ Հպարտ սրտի արտացոլումը աչքերի միջոցով, ամբարտավան աչքեր։ Առակաց 16-ի, ներողություն, Առակաց 6:16-ը Տերը 6 բանից կզզվի ու նրա հոգու առջև 7 բաներ պիղծ են։ Ամբարտավան աչքերը, այսինքն այդ հպարտ սրտի արտացոլումը, ստախոզ լեզուն, անմեղ արյուն թափող ձեռքերը, չար խորհուրդ հնարող սիրտը, չարություն ընելու համար շուտ վազող ոտքերը, ստություն խոսող անիրավ վկան և եղբայրների մեջ կռիվ գցող մարդը, որի նպատակը ինչ է, բանսարկությամբ, չարախոսությամբ եղբայրներին կռվածնել։ Եվ այս ամենը Աստծո հոգու առջև պիղծ են սիրելներ։ Առակաց 13:10 հիրավի հպարտությունից կռիվ կծագի, որովհետև անձի խնդիր կա, չէ՞։ Հպարտ մարդը միշտ ուզում է ինքը բարձր լինի և իր ասածը անցնի և ինքը իր ուզածը անի։ Բա եթե դիմացինն էլ հպարտ մեկը լինի, ինչ տեղի կունենա, անշուշտ որ կռիվ կսկսի։ Մեկ համար էլ կարդամ այս իմաստով, դուք եթե Առակաց գիրքը կարդաք, տասնյակ այսպիսի համարներ կգտնեք։ Առակաց 16:5 Բոլոր սրտով հպարտները Տիրոջ առջև պիղծ են, ու թեև ձեռք ձեռքի տալով միաբանեն, այդպես էլ կա, չէ, միաբանում են, անպատիժ պիտի չմնան, որովհետև դատաստանը Տիրոջ կողմից պիտի գա։ Ուրեմն սիրելիներ, աշխարհը եսի վրա է հիմնված։ Ես, մարդու անձը, այդ ինքնությունը վեր պիտի դասվի։ Ինչպես շատ միջոցներ կան, այդ հպարտությունը, լսել եք այս բառը, ավտորիտետ, հեղինակություն, պրեստիժ, Աստծո առջև զզվանք են սրանք, պիղծ են, որովհետև մարդը իրեն է վերագրում այս ամենը։
Մարդը տաղանդավոր է, հպարտ է, գեղեցկություն ունի, հպարտ է, դրամ ունի, հպարտ է։ Անշուշտ բացառություններ կան եւ մենք այդ բացառություններին հանդիպել ենք, շատ խոնար մարդկանց ենք տեսել, որոնք Աստծո հոգու ձեռքի տակ խոնարհված են, այո, այդ ենք շատ տեսել։ Եվ այսօր գիտեք, շատ famous հայտնի մարդիկ կան, դա կլինի սպորտսմեններ, դերասաններ, քաղաքական գործիչներ, եւ նրանց մեջ ձևավորված այդ հպարտությունը կա, իրենք դիրք ունեն, իրենք վաստակ ունեն, իրենք երկրպագուներ ունեն, իրենց պաշտողներ կան, եւ այս ամենը դառնում են հպարտության պատճառ։ Ջոն Լենոն լսել եք Beatles-ների հայտնի անդամներից մեկը մի առիթով հետևյալն է ասել. հիմա Beatles-ը եւ երբ որ նա ասում է Beatles-ը, դա նշանակում է ես, որովհետեւ Ջոն Մակարթերն էլ որ ասում է Beatles-ը, ի նկատի ունի ինքը, այո, նույն խմբի մեջ են, բայց իրենց են պատկերացնում առավել։ Հիմա Beatles-ը ավելի հանրահայտ է, քան Հիսուս Քրիստոսը։ Մի առիթով Մամլո Ասուլիս է հրավիրում, թղթակիցներ են եկած, հայտնի մարդիկ են եկած, Ջոն Լենոնը պիտի խոսի, սա 1980 թվականն է, եւ ասում է, որ բոլոր հեռուստակայանները թող ուղիղ եթերով միանան, ռադիոկայաններ եւ թղթակիցներ եկած են։ Հայտարարություն ունի Ջոն Լենոնը ասելու, որն է այդ հայտարարությունը։ Ես Հիսուս Քրիստոսն եմ, երկրորդ անգամ եկած։ Մի քանի ամիս հետո մի քանի կրակոցներ հնչեցին եւ Ջոն Լենոնը այլևս չկա։ Ուր գնացիր Ջոն, ուր մնաց քո հանրահայտ լինելը, քո փառքդ։ Հիմա գնացել ես միտեղ, որ երբեք չէիր ուզենա գնալ։ Սուրբ գրքից սիրելիներ, մենք շատ օրինակներ տեսնում ենք, թե հպարտություն ինչ հետևանքներ է բերում։ Բաբելոնյան թագավորությունը իր ամենաբարձր աստիճանին հասավ Նաբուգոդոնոսոր թագավորի ժամանակ։ Նա կարողացավ ամբողջ տարածաշրջանը իր իշխանության տակ պահել։ Եվ իր թագավորությունը հեռավոր արևելքից միջև միջին արևելք, Աֆրիկայի հյուսիսը, միջև Եվրոպա տարածվեցին։ Մեծ էր այդ թագավորությունը։ Եվ օրերից մի օր Նաբուգոդոնոսորը հետևյալ ասաց. Այս չէ այն Բաբելոնը, որ ես իմ զորությունովս եւ իմ մեծության փառքի համար տուն շինեցի, հպարտացավ, սա իմ զորությամբ արեցի։ Եվ այդ հպարտության պատճառով Աստված նրան հարվածեց։ Դաշտի անասունի նման եղավ, խոտակեր էր ինքը։ Ով ես, ով մարդ, որ Տիրոջ առջև դու հպարտանաս։ Դու ստեղծված ես, դու Աստծո առջև փոշի ես, փոշուց էլ թեթև ես։ Ամբողջ ազգերը նկարագրվում են որպես դուլից թափված մեկ կաթիլ ջրի կաթիլ, այդպիսին, այդ չափ։ Աստված այսպես է ներկայացնում ազգերին։ Իրեն հետևող, իրենից հետո եկող Բաղդասար թագավորը եղավ, գրված է իր որդին, նաև գրված է իր թոռը։ Բաղդասար թագավորը Նաբուգոդոնոսորից պակաս չգտնվեց։ Սա էլ հպարտ մի անձնավորություն էր, մի օր կոչունք արավ, 1000 հոգու հրավիրեց իշխանական դասակարգից եւ երբ որ հարբեց, միտք ընկավ, որ Երուսաղեմի տաճարից բերած սպասք կա, այսինքն ամաններ, գավաթներ, հրամայեց, որ դրանք բերվեն։ Բերվեցին եւ գինին այդ սպասքով էր խմում։ Եվ պատի վրա մի ձեռք երևաց, որ մի բան գրեց, եւ դա իրեն շատ անհանգիստ արավ։ Փոթորկվեց ինքը, փոթորկվեց։ Ինչ էր այս գրվածը։ Քաղդիաները իր չկարողացան մեկնաբանել, Դանիելին կանչեցին, որ այդ ամենի մեկնաբանությունը տվեց։ Դանիելի 5-րդ գլուխ 18-21 համարները։ Բաղդասարը պարգևներ խոստացավ Դանիելին, եթե այդ գրվածքը նա կարողանա մեկնաբանել։ Եվ Դանիել ասաց. «Քո պարգևներդ քեզ ըլլան ու նվերներդ ուրիշին տուր, բայց ես այս գրվածը թագավորին պիտի կարդամ ու մեկնեմ,
ով թագավոր, բարձրյալն Աստված, քո հորդ Նաբուգոդոնոսորին թագավորությունը ու մեծությունը եւ պատիվը ու փառքը տվավ։ Անոր տված մեծությունեն բոլոր ժողովուրդները, ազգերն ու լեզուները, անոր երեսեն կդողային եւ կվախնային։ Անիկա ուզածը կմերցներ եւ ուզածը ողջ կթողուր։ Անիկա ուզածը կբարձրացներ եւ ուզածը կցածցներ, բայց երբ անոր սիրտը հպարտացավ ու անոր հոգին անբարտավանությամբ լեցվեցավ, իր թագավորության աթոռեն ընկավ եւ պատիվը անկե առնվեցավ։ Անիկա մարդոց որդիներու մեջեն վռնդվեցավ ու անոր սիրտը անասունների պես եղավ եւ անոր բնակությունը վայրի էշերու հետ եղավ։ Արջարներու պես խոտ կարարծեր եւ անոր մարմինը երկնքի ցողով կթրջվեր, միջև որ գիտցավ թե մարդկանց թագավորության վրա բարձրյալն Աստված կտիրե եւ իր ուզած մարդը անոր վրա կդնե։ Միջև որ հասկացավ, որ միջև Աստված անգամ իրեն անասունի կարգավիճակի կարող է հասցնել այդ հպարտության պատճառով։ Եվ Դանիելը մեկնությունը տվեց, ասաց հետևյալը. բայց այն Աստվածը, որուն ձեռքն է շունչդ եւ որունն են քո բոլոր ճամփաներդ, դու չփառավորեցիր։ Անոր համար այն ձեռքի թաթը անոր կողմեն ղրկվեցավ, որ այս գրվածքը գրեց, այսպես գրված է. մանե, մանե, թեկեղ ու փարսին, այս խոսքին մեկնությունը այս է. մանե, Աստված քո թագավորությունը համրեց եւ զանիկա վերջացուց, թեկեղ կշիրքով կշրվեցար եւ պակաս գտնվեցիր, փարսին քու թագավորությանը բաժնվեց եւ մարերի եւ պարսիկներին տրվեց։ Եվ այդ գիշեր իսկ Բաղդասարը սպանվեց։ Ահա հպարտության վերջավորությունը մենք տեսնում ենք այս պարագային։ Հպարտությունը սիրելիներ pride, Աստծո դեմ ապստամբության հիմնականն է, foundation-ն է, դրանից է ամեն բան սկսում, հպարտությունը։ Pride is the foundation for rebellion against God։ Հովանու ընդհանրական առաջի թղթի 2-րդ գլուխ եւ 15 համարի մեջ մենք կարդում ենք. Աստված ասում է. մի սիրեք աշխարհը եւ ինչ որ նրա մեջ կա։ Ինչ կա աշխարհի մեջ։ Աշկի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի անբարտավանությունը ինչն է։ Հպարտություն, որ Աստծուց չէ, սատանայից է մարդուն տրված եւ մարդիկ այս սկզբունքներով առաջնորդվում են։ Մի քանի օրինակներ էլ ձեզ բերեմ։ Ալեքս Բոլդվին, լսել եք։ Հայտնի դերասան է։ Եվ իր եղբայրը Ստիվեն Բոլդվինը քրիստոնյա մեր եղբայրն է։ Վերստին ծնված քրիստոնյա է, իր կինը բրազիլացի քրիստոնյա լինելով այս անձնավորությունը Ստիվենին խոսել է Աստծո խոսքը եւ նա ապաշխարել է։ Եվ Ստիվենը բերում է այս վկայությունը, որ մեր ընտանեկան հավաքույթները արդեն մեզ համար անտանելի են դարձել։ Ինչու՞։ Որտեւ երբ որ հավաքվում ենք, ասում է, ես չեմ կարող Աստծո խոսքը չխոսել, որովհետեւ իմ եղբայրներս եւ ծնողներս դժոխք են գնում։ Եվ երբ որ սկսում եմ Աստծո խոսքը խոսել, սկսում է հակառակություն եւ մի անգամ եղբայրս Ալեքս Բոլդվինը չդիմացավ, ուղղակի ժայթքեց, հետեւյալ ասելով, որ ես ինչպես չհպարտանամ, ամբողջ աշխարհն է ինձ ճանաչում, իմ անունս հայտնի ժուրնալների եւ թերթերի առաջի էջերում են, ես մեծ մրցանակներ եմ ստացել, իմ անունով հիմնադրամներ կան եւ այլն, ինչ մեծ հպարտություն։ Որտեղ կա հպարտություն, Աստված այնտեղ գործ չունի։ Ոմանք սիրելիներ մարդկայնորեն ոչինչ չունեն, բայց նորից հպարտանում են։ Կան մարդիկ, որ շատ բաներ ունեն եւ դրանով հպարտանում են։ Օրինակ մեկը գեղեցիկ է, այդ գեղեցկությունը հպարտության պատճառ է դառնում։ Ուրիշ մեկը հարստություն ունի, հպարտացած է։ Ուրիշ մյուսը
մի ուրիշ մի, ասենք, տրված մի բան ունի իրեն, նորից հպարտություն է բերում դա։ Այսինքն մի բան կա հպարտանալու։ Սակայն մարդիկ կան, որ ոչինչ չունեն, բայց նորից հպարտ են։ Դա համար ժողովրդական խոսքով ասում են, այդ ինչիդ վրա ես հպարտացել։ Այդպիսին ինչպես են բնորոշում, ասում են լոպազ մարդ է։ Բան չունի, հպարտացել է։ Մեկը հպարտանում էր, որ ինքը ապրել է այնտեղ, որտեղ դերասանները շատ էին հավաքվում։ Ինչ կապ ունի։ Եվ իրեն դասում էր այդ դերասանների շարքը, նրանց հետ կապ չունի, միայն քանի որ թատրոնի շենքը իրենց տան մոտ էր, դերասանները իրենց տան մոտով են անցնում։ Դրա համար հպարտացել էր ինքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բերլին կոչվող մի ռազմական նավ կար, որ Խորհրդային Միությունը գրավեց դա։ Եվ քաղաքական հարցեր, սա ուզեցին, որ աշխարհին ցույց տան, որ այդ նավը, որ մեր դեմ էր պատերազմում, հիմա մեր ձեռքին է, ինչպես կուզենք կվարվենք։ Եվ վերակառուցեցին այդ հսկա նավը Ադմիրալ Նախիմով, լսել եք։ Եվ սարքեցին luxurious, այսինքն հոյակերտ մի նավ, որի վրա բարձր դասի էլիտ մարդիկ էին հավաքվում եւ իրենց զվարճություններն էին ունենում, մինչեւ 870 հոգի կարող էր իր վրա կրել։ Եվ Սև ծովում Նավարասիս քաղաքին մոտենալուց ազդանշաններ է գալիս, որ մի բեռնատար նավ էլ հակառակ ուղղությամբ է գալիս այնտեղ։ Նա էլ պիտի գա այդ ուրեմն նավահանգիստը։ Բայց գիտեք, նա ով որ այն նավը, որ զիջում է, համարվում է թուլություն։ Հետևաբար, նավի կապիտանները երկուսն էլ իրար դեմ պայքարում են։ Նա պիտի զիջի, մյուսն էլ ասում է ոչ, նա պիտի զիջի։ Եվ երկուսն էլ չեն զիջում։ Մոտեցան նավահանգիստին, արդեն ուշ է, պատահարը տեղի ունենում, երկու նավերը բախվում են իրար։ Դա 1986 թվականին է տեղի ունեցել և հարյուրավոր զոհեր, ինչի պատճառով, կապիտանների հպարտության պատճառով, ոչ նա պիտի զիջի և ես չպիտի զիջեմ։ Եվ գիտեք, խորհրդային Միության մեջ հետևյալ սկզբունքները կար, որ Խորհրդային Միությունում անգամ բնական աղետները ազդեցություն չունեն։ Մեզ մոտ ամեն բան շատ լավ է։ Եվ հաղորդագրությունը երկու տող էր միայն, պատահար է տեղի ունեցել Սև ծովում, երկու նավերի միջև տուժածներ կան։ Հարյուրավոր մարդիկ զոհվել էին։ Եվ եթե հիշում եք, նույն թվականին 1986-ի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ռեակտորը պայթեց և պահում էին դա, չէին ասում ոչ մեկին։ Մինչև որ Շվեդիայից և ուրիշ երկրներից բողոքներ եղավ, որ ռադիացիայի մեծ ուրեմն հոսք կա ձեր կողմից, մայիսի 3-ին հայտարարեցին, որ Չեռնոբիլը պայթել է։ Սովետական Միության մեջ կար այդ մտայնությունը, որ մեզ ոչ մի բան չի կարող պահել, մեր առջև ոչ մի բան չի կարող կանգնել, մենք խրոխտ քայլերով դեպի կոմունիզմ ենք գնում։ Ուր հասան, տեսնում ենք ուր են հասել։ Սիրելիներ, հպարտությունը սարսափելի մի մեղք է։ 7 մահացու մեղքերից մեկն է և Աստծո դեմ ապստամբություն է այն։ Այսօր որքան հպարտ մարդիկ կան, որ իրենք իրենց մարմնի զորության վրա են հպարտանում, սակայն մեկ ակնթարթի մեջ սրտի տագնապ կամ ուղեղի և մարդը չկա, մեկ ակնթարթի մեջ կարող է մեռնել։ Կոտորածի առջևից հպարտությունը և կործանման առջևից ամբարտավանության ոգին է գնում։ Թերևս արտաքինից այդպես չի թվում, ինչ կոտորած, ինչ բան, մարդիկ լավ էլ ապրում են, իրենց կյանքն էլ ավարտում են ինչպես որ է, սակայն մենք չխաբվենք դրանից։ Արտաքին ազդակները շատ բաներ չեն որոշում, վերջում ինչ պիտի տեղի ունենա։ Մաղաքիա 3:15 ասում է. հիմա մենք հպարտներին երանի կասենք, ամբարշտություն անողներն անգամ բարեշենք կլինեն,
Աստծուն էլ կփորձեն եւ կազատեն։ Ուրեմն իրենց հպարտ ընթացքը շատ հավատացյալների այնպես է ցույց տալիս, որ իրենց ոչ մի բան էլ չկա, շատ էլ լավ վիճակի մեջ են։ Ինչ կոտորած, ինչ բան, ոչ մի բան էլ տեղի չի ունենալ։ Ասապ մարգարեն Սաղմոս 73-ի մեջ գրում է. անգամ իրենց մեռնելու ատեն ցավ չունեն։ Բայց դրանից հետո, որ Սուրբ Գիրքը մեզ այս ճշմարտությունը բացում է, որ դատաստան կա, եւ այդ դատաստանը ահեղ է, սարսափելի դատաստան է, Աստծո ձեռքից ճողոպրել չի լինելու, ամեն մարդ այդ դատաստանի առջև պիտի կանգնի։ Այս ասած խոսքին, Մաղաքիայի 3:15-ին, հետևում է Մաղաքիայի 4:1-ը։ Ահա, փուրի պես վառված օրը կգա, երբ բոլոր հպարտները ու ամբարշտություն անողները հարդի պես պիտի այրեն Տիրոջ եկած օրը։ Մեծ դատաստան պիտի լինի եւ Աստծո ձեռքից փախչել չկա։ Սարսափելի վախճան է, շատերի համար ուշացած պիտի լինի, Տեր, այս այն, ես ձեզ չէի ճանաչում։ Այս կյանքի մեջ պիտի որոշվի ամեն բան։ Եթե այս կյանքի մեջ ծնկի չեկար Աստծո առջև, այս կյանքից հետո ծնկի եկար, քեզ այլևս փրկություն չկա։ Այո, հպարտությունը մի այնպիսի մեղք է, որ շատ հաճախ տեսանելի է։ Բայց ասենք, որ հպարտության անտեսանելի կողմն էլ կա։ Թերևս մարդու արտաքինից այդ հպարտությունը չի երևում, բայց իր մեջ նստած է մի սիրտ, որ շատ հպարտ է, ինքը իր մեջ շատ մեծ մեկն է իրեն կարծում, և ինչ Աստված, ով է Աստված, ինքը իր Աստվածն է արդեն, և սա էլ հպարտության անտեսանելի կողմն է։ Սերներ, մենք ասենք, որ մի ժամանակ այս կարգավիճակ ունենք, բոլոր մարդիկ, ինչ-որ ձևով իրենց անձը առաջնային էր, և հպարտությունը տեսանելի, անտեսանելի, մեծ կամ փոքր մեր բոլորիս մեջ էլ կար, բայց Հիսուս մեզ ծնկի բերեց, և մենք ծնկի եկանք, և մենք ճանաչեցինք իր գերակայությունը մեր կյանքերի մեջ, որ ինքը Աստված է, Տեր է և փրկիչ է, և մեր մեղքերից ապաշխարեցինք, ու մեզ փրկություն տվեց։ Այսօր Աստված համայն մարդկությանը, մեծ հպարտներ, փոքր, բոլորին կանչում է ասելով, որ ապաշխարեք, որովհետև դատաստան կա, որովհետև ծծումբով այրված կրակի լիճը կա, Աստծո սիրտը մարդու համար ցավում է, Աստված չի ուզում, որ մարդը այնտեղ գնա։ Երկայնամտորեն Հիսուս սպասում է, որ մարդիկ ապաշխարեն և իրեն գան։ Մենք Տեր Հիսուսին եկանք և փրկությունը ժառանգեցինք։ Հպարտությունը մեր միջից դուրս գնաց, վերջացավ այդ հպարտությունը։ Ահա, չգնաց, մնաց։ Սակայն այն ուրիշ ձևով է արտահայտում այժմ։ Այդ հպարտությունը Աստծո առջև կոտրվեց, սակայն այդ հպարտությունը մեր մեջ է ինչպես ադամական բնության բոլոր գծերը։ Միայն որ Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ աշխատում է և մեզ սովորեցնում է, որ մեր սրտի վրա միայն Հիսուս պիտի թագավորի և ոչ թե մեր անձը։ Պետրոս առաքյալը մեզ հիշեցնում է մեր կյանքի անցյալ ընթացքը, Առաջի Պետրոս 4:2 և 3 համարները։ Որպեսզի այլ ոչ թե մարդկանց ցանկությունների պես, հապա Աստծո կամքի պես ապրենք մարմնի մեջ եղած ատենը։ Վասնզի հերիք է մեզ կյանքի անցյալ ժամանակը, որի մեջ հեթանոսների կամքը կատարեցինք, ո՞րն է այդ կամքը, եթե դիմենք իրենց, կտեսնենք իրենց հպարտ ընթացքը։ Գիճություններով, ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, արբեցողություններով, անօրեն կռապաշտություններով վարվեցինք։ Ու հիմա կզարմանան, որ դուք նույն անառակության մեջ անոնց հետ չեք վազեր ու հայություն կնեն, որոնք պատասխան պիտի տան անոր, որ պատրաստ է դատել կենդանիներն ու մեռելները։
Աստված պիտի դատի։ Այո, շատերը մեր անցյալ ընթացքը տեսել են, հիմա ներկա ընթացքը իրենց համար տարակուսանք է, ինչպես թե սուրբ դարձակ։ Այո, Քրիստոսի մեջ մենք սրբությունը ձեռք բերեցինք եւ սրբության ճանապարհի մեջ ենք, որպեսզի մեր սրբությունը կատարելագործենք Աստծո երկյուղով։ Հետևաբար, մեր հին կյանքը մեզ համար պիտի լինի մեր կյանքի ամոթալի էջը եւ Քրիստոսի արյունով այն պիտի փակենք երբևէ չբացելու պայմանով։ Եփեսացիներին գրված նամակի մեջ Պողոս առաքյալը հետևյալն է գրում, Եփեսացի 4:17-19 համարները։ Ուստի կսեմ ու տիրոջմով կվկայեմ, որ դուք անգամնալ այնպես չքալեք, ինչպես ուրիշ հեթանոսներ կքայլեն, իրենց մտքի ունայնության մեջ, որոնց իմացականությունը խավարած է եւ օտարացած են Աստծո կյանքից, իրենց մեջ եղած տգիտության պատճառով եւ իրենց սրտի կուրության համար, որոնք անզգալ լինելով իրենց ագահությամբ, անառակության տվին ամեն կերպ պղծություն գործելու։ Բայց ասում է դուք Քրիստոսը այդպես չսովորեցիք։ Չեք սովորել այդպես։ Հետևաբար ձեր վրային հանեք այն ձեր առաջվան վարմունք ունեցող հին մարդը, ասենք հպարտ մարդը, որ խաբեբաց ցանկություններով ապականած էր, եւ ձեր մտքով եւ հոգիով նորոգվեցեք, ու նոր մարդը Քրիստոսը մեր վրա հագնենք, որ Աստծո պատկերի եւ արդարության ու ճշմարտությամբ ու սրբությամբ ստեղծված է։ Ամես պատվիրաններ եւ Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ սիրներ գործում է, որպեսզի Քրիստոսը մեր մեջ ձևավորվելով այն մեր վրա հագնենք։ Աստված իր ժողովուրդ ուներ կազմված Աբրահամով եւ իրենց մեջ շատ հրաշքներ արեց եւ Աստված ուզում էր իրենց Աստվածը լիներ, նրանք էլ հավատարիմ ժողովուրդ։ Սակայն այդպես եղավ։ Ոչ։ Ճշմարիտ Աստծուն թողեցին, կուրքերին անցան, պաշտամունք անելով ազգերի հետ խնամություն արեցին, որ Աստված խստի վարքի լերել իրենց, նրանց հետ շաղվեցին։ Եվ Աստված տեսեք ինչ է ասում, Երեմիա 13:17-ը. Եթե ինձ չլսեք, ձեր հպարտության համար իմ հոգիս ծածուկ տեղերում պիտի լացի։ Այդ նույն ձևով Աստված ծածուկ տեղերում լացում է այն իր զավակների վրա, ովքեր որ զավակ են դարձել հավատքով, բայց հպարտությամբ են քայլում։ Եվ սա շատ վտանգավոր բան է, երբ որ մեկը Աստծո որդի է դարձած, բայց դեռ հպարտության ճանապարհի վրա է։ Հավատացյալի հպարտությունը իր խիստ բացասական ազդեցությունն է թողում հարաբերությունների մեջ։ Աստված հավատացյալ հարաբերությունների մեջ։ Ինչ է կարծում, եթե մեկը հավատացյալ լինելով իր անձը մյուսներից ավելի է դասում, նա կարող է սիրել։ Ոչ, չի կարող սիրել, որտեղ գրված է սերը չի հպարտանում։ Իսկ եթե մեկը հպարտանում է, նա չի կարող սիրել։ Կարող է ներել, ոչ։ Կարող է եղբայրական սիրո կապի մեջ լինել, ոչ։ Որտեղ ինքը իրեն ավելի բարձր է տեսնում։ Եթե նա հպարտացած է, Աստված արդյոք նրան կարող է գործածել իր դաշտի մեջ։ Ոչ, Աստված չի գործածի։ Թերևս ոմանք իրենց մարդկային ջանքերով փորձեն գործել, բայց այդ հպարտ հոգից սիրելիս դա արդեն անձի գործ է եւ ոչ թե մարդու։ Մենք ինչ որ անենք Աստծո փառքի համար անենք։ Մենք յետևում մնանք։ Տերը թող փառավորվի մեր բոլոր գործերի մեջ։ Բայց եթե հավատացյալի սրտի շարժառիթը փառաբանվել է, գովություն ստանալ է, այդ ժամանակ Աստված այլևս գործ չունի։ Գիտեք, կան մարդիկ, որ կարծես թե ամեն ատեն սպասում են, որ իրենց անձի հանդեպ ուրիշների կողմից գովասանք լինի։ Հա, ո՞նց էր։ Հա, ինչ կասես։ Ինչ ես ուզում, եղբայր, ինչ ասեմ։ Ասեմ, որ քու նման աղոթող չկա, քու նման երգող չկա, քու քարոզներն էլ ոչ մեկը չի տվել այդ քարոզները։ Էդ ես ուզում ասեմ։ Չեմ ասի։ Լավի համար ես կասեմ փառք Աստծո։ Բայց գովասանքի խոսք, սա նշանակում է Աստծո փառքը գողանալ,
զգուշանանք սրանից, որտեղ որ հպարտությունը բուն դրեց, այդտեղ վտանգ կա։ Հպարտության 180 աշճանով հակառակ կողմը ինչն է, խոնարհությունը։ Խոնարհությունը սերներ, Աստված մեզ խոնարհության կանչեց։ Եվ խոնարհությունը թուլություն չէ, որ աշխարհը այդպես է դիտում։ Խոնար, այսինքն ով է որ ինքը, բայց նայեք այդ հպարտ վեհանձն մարդուն։ Աշխարհը այդպիսիներին է ընդունում, բայց Աստված ընդունում է խոնարհներին։ Նրանք ովքեր որ խոնար են, Աստված նրանց պիտի բարձրացնի, բայց ովքեր որ հպարտությամբ կքայլեն, վերջին օրը պիտի խոնարհեն, այլևս ուշ է լինելու իրենց համար։ Խոնարհությունը սերներ Աստծո առջև պատվական առաքինություն է, humbleness։ Հավատքի հերոսների կյանքը, երբ որ դիտում ենք, քննում ենք, վերցնենք Մովսես մարգարեն։ Ինքը հպարտանալու շատ բաներ ուներ, չէ՞։ Ինքը կարող էր մարդկայնորեն հպարտանալ։ Պատկերացրեք, Աստված լեռան վրա տասնաբանյա օրենքը իրեն է տալիս։ Այդ գրված տախտակները ասում է տար եւ ամբողջ ժողովրդին ներկայացրու։ Մարդկայնորեն ինքը կարող էր հպարտանալ, թե ոչ։ Այո, Աստված իրեն վստահեց, որ իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից դուրս անի, որ իր գավազանով ծովին հարվածի եւ այդ կարմիր ծովը մեջտեղից երկու մասի բաժանվի եւ մարդիկ այդտեղով դուրս գան։ Մարդկայնորեն սա հպարտացնող մի բան էր։ Սակայն գրված է երկրի վրա ապրած մարդկանցից Մովսեսի նման հեզ մի անձնավորություն չեղավ։ Ի նկատի ունենք ադամական բնություն ունեցող մարդկանցից։ Հեզ էր այս մարդը, որտեղ Աստծո փառքներ ինքը փնտրում եւ ոչ թե իրենը։ Հնգամատյանը իր ձեռքով գրվեց։ Առաջի 5 գրքերը վերջում Հեսուն ամբողջացրեց, բայց իր ձեռքով գրվեց։ Սա էլ կարող էր պատճառ լինել, Աստված ինձ վստահեց, որ ես գրեմ։ Սակայն հեզ մի անձնավորություն էր ինքը։ Եվ ավելին, երբ որ ժողովուրդը հավաքված էր, ասաց Աստված իմ եղբայրների միջից ինձ նման մարգարե պիտի հանի, չասած երկուսիս էլ ուշադրություն դարձրեք։ Նա էլ պիտի դուրս գա, բայց ես էլ կամ չէ այստեղ։ Ասաց նրան ուշադրություն դարձրեք։ Ձեր կենտրոնացումը թող նրա վրա լինի։ Հովանես Մկրտիչը ասաց ես պիտի փոքրանամ եւ նա պիտի մեծանա։ Ով էր Հովանես Մկրտիչը։ Քրիստոսի ճանապարհը պատրաստողն էր։ Ես պիտի փոքրանամ եւ նա պիտի մեծանա։ Սելներ, մեր անձերը պիտի փոքրանան, այո շատ պիտի փոքրանան, որ Քրիստոս մեր կյանքերի մեջ մեծանա։ Անշուշտ խոնարհության կատարելությունը ում միջոցով եկավ, Տեր Հիսուս Քրիստոսի։ Երկինք ու երկիր ստեղծող Աստված մարդկային կերպարանքով մարմնի մեջ հայտնվեց երկրի վրա, գրված է ծառայի կերպարանքով։ Եվ ինչպես վարվեցին նրա հետ, գոնե ասեք թագավորական պալատում լիներ, հասկանալի էր։ Պաղեստինի փոշոտ ճանապարհների վրա օրեր կար, որ հաց չկար ուտելու, իր գլուխը դնելու տեղ չկար, սակայն իր խոնարհությունը երկնքից երկիր խոնարհեց, որպեսզի մեզ համար փրկություն բերի։ Գիտեք ինչ է նշանակում խաչի վրա մեռնել։ Նշանակում է, որ քեզ որպես ավազակ մարդասպան ամոթալի այդ մահվանով պիտի սպանեն։ Եվ ինքը հոժարեցավ սրան։ Եվ այդ ճանապարհը ինչ փշոտ ճանապարհ էր, ինչ ահավոր էր այդ ճանապարհը, արունակամ ճանապարհ էր։ Եվ Հիսուս այդչափ խոնարհեց։ Եվ Աստված էլ նրան խիստ բարձրացրեց, նրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է, որպեսզի բոլորը
երկնքի մեջ ու երկրի վրա եւ սանդալամետականում եղողները բոլորը նրա առջև ծունկ ծռեն եւ ամեն լեզու թավանի, որ Հիսուս Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Ահա խոնարհում եւ որքան մեծացում ու բարձրացում։ Հայրը իր աթոռը նստացրեց իր որդուն։ Եվ Տեր Հիսուս ասաց. Հայր, փառավորի ինձ այն փառքով, որ աշխարհի սկզբից առաջ ունեի։ Եվ հայրը փառավորեցի ու նորից պիտի փառավորեմ։ Ամեն դատաստան Տեր Հիսուսի ձեռքը տրվեց, որովհետև ինքն է որդին մարդո, որ համայն մարդկությանը պիտի դատի։ Եվ Եսայի 53-րդ գլուխը, չգիտեմ, որ կարդում եք, ձեր աչքերի մեջ արցունքները երևում են, թե չէ։ Խորությամբ կարդանք, այսինչ չարչարանքներ կրեց մեր Տերը, այսինչ խոնարհում էր։ Եվ ոչ միայն այդքանը, ասաց ինձնից սովորեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար։ Ամենակալ Աստված ասում է ինձանից հեզություն, խոնարհություն սովորեք։ Գործնականորեն դա արես, թե ոչ։ Իր աշակերտների ոտքերը լված։ Իր աշակերտների ոտքերը լված։ Խոնարհության ինչպիսի դաս մեզ տված սերներ։ Հակոբոս առաքյալը գրում է, Հակոբոս 4:10. Աստծո առջև խոնարհեցեք եւ ժամանակին ինքը ձեզ պիտի բարձրացնի։ Հիմա չէ ժամանակը։ Հիմա մի փորձիր անձդ բարձրացնես։ Երբ որ այս կյանքից դուրս գանք, այն ժամանակ այդ բարձրացումը պիտի լինի։ Բայց այս կյանքը, որ մեզ տրվեց հավատքի այս ընթացքը, տրվեց, որ խոնարհության մեր Տիրոջ հետ քայլենք սերներ, որպեսզի Աստված մեր կյանքերի մեջ բարձրանա եւ փառավորվի։ Սերներ, խոնարհությունը նվաստություն չի։ Խոնարհությունը մեծություն է, որովհետև այդ խոնարհելը ոչ թե մարդկանց առջև է, այլ Աստծո առջև։ Մենք միայն Աստծո առջև խոնարհենք, բավարար է, որ Աստծո ուզած չափանիշին հասնենք խոնարհության։ Աստծո առջև խոնարհենք եւ ինքը ժամանակին մեզ պիտի բարձրացնի։ Երկրորդ Կորինթացի 12-րդ գլխի մեջ մենք կարդում ենք հետևյալը. Այս դեպքը ուրիշ մեկի հետ կատարվեր։ Երկրորդ Կորինթացի 12-րդ գլուխ առաջի 9 համարները։ Պողոս հետևյալն է գրում. Պարծենալը իրավսն է անօգուտ է, միայն թե Տիրոջ տեսիքներին եւ հայտնություններին հասնեմ։ Ինչի համար Պողոս ինչ է այս տեսիքները, հայտնությունները ուզում, որ իր խոսքը գրի, ոչ թե իր գլուխը գովա, իր խոսքը գրի։ Այսօր որքան հավակնորդներ կան, իրենք տեսիքներ են տեսնում, հայտնություններ ունեն, եւ սա ինչի է տանում հպարտության։ Տերը իրենց հետ գործում է։ Եթե այդ հայտնությունները Աստծո խոսքով չի ամրապնդվում, մարդկային է, հպարտության արդյունք է սերներ, չխաբվենք երբևէ։ Պողոս առաքյալի միակ փափագած այդ էր, որ այդ հայտնությունները իր կյանքի մեջ ինքը գալով կարողանա Աստծո խոսքը գրել։ Մարդ մեկը ճանչնայի Քրիստոսով, որ 14 տարի առաջ մարմնով էր չեմ գիտեր, կամ առանց մարմնի չեմ գիտեր, Աստված գիտե, հափշտակվեցավ մինչև 3-րդ երկինք։ Ով էր այս մարդը։ Ինքն էր, բայց չի ասում մեկին ճանաչում էի։ Որպեսզի կրեդիտները իր անձի վրա չգա։ Բայց մենք գիտենք, որ ինքն էր դա։ Ու ճանչնայի ուրիշ մարդը մարմնով էր, թե առանց մարմնի չեմ գիտեր, Աստված գիտե, որ դրախտ հափշտակվեց եւ լսեց անպատմելի խոսքեր, որոնց մասին արժանի չէ խոսել։ Ես այսպիսիների համար պիտի պարծենամ, բայց իմ անձիս համար պիտի չպարծենամ։ Հապա միայն տկարություններիս վրա։ Վասնզի, եթե պարծենալն ուզեմ, անմիտ պիտի չլամ, որովհետև շիտակը պիտի խոսեմ, բայց կխնայեմ խոսքս, որ չլա թե մեկը իմ վրաս ավելի համարում ունենա, քան որչափ իմ վրաս կտեսնե եւ ինձ մեկ կլսե։ Ինչու է ինքը վարակույրի ետևում մնում, որ մարդիկ իր վրա համարում չունենան, իրեն փառք չտան։ Ինքը իր կողմից ապահովել է, որ իրեն փառք չի տրվում, բայց ուրիշների կողմից չտրվի իրեն փառք։ Ահա տեսնում եք։
Ինձ մարմնի խայթոց մտրվեցավ սատանայի հրեշտակը զիս նեղելու համար, որպեսզի չլա թե հպարտանամ։ Գիտի որ մարդկային տկարությունը այդպիսին է։ Այդ հպարտության սերմը մարդու մեջ կա, կարող է աճել եւ մեծանալ։ Այսօր համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ մեկդի ընե ինձ մե, ուսավ ինձի, իմ շնորհքս հերիք է քեզի, վասնզի իմ զորությունս տկարության մեջ կկատարվի։ Ուստի մեծ հոժարությամբ ավելի իմ տկարություններից վրա պիտի պարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունը իմ վրա հանգչի։ Մենք ինչի վրա ենք պարծենում։ Մեզ տրված բաների, մեր հպարտությունների վրա, Աստծո առջև դրանք պիղծ են սիրելիներ։ Այսօր համար համաձայնած եմ տկարությունների, նախատիկների, տառապանքների, հալածանքների եւ նեղությունների Քրիստոսի համար, վասնզի երբ կտկարանամ, այն ատեն կզորանամ։ Եվ այդ զորության հեղինակը Սուրբ Հոգին է եւ ոչ թե Պողոսի անձը։ Իսկ առաջի Կորինթացիներին գրած նամակի 15-րդ գլխի 8-ից 10 համարներում հետեւյալն է գրում Պողոս։ Ասում է, որ Տերը շատերին երևցավ, աշակերտներին, ոմանք կապրեն, ոմանք ննջեցին, ամենքից ետքը որպես թե ով իր անձի համար հետևյալը կգործածի, վիժվածվի նման ինձ էլ երևցավ, վիժվածի նման ինձ էլ երևցավ, վասնզի ես առաքյալներից ամենին հետինն եմ, Պողոս եղբայր ամեն առաջինը եղար, բայց ինքը իրեն ամենահետինն է համարում, որ արժանի էլ չեմ առաքյալ ասվելու, վասնզի Աստծո եկեղեցին հալածեցի։ Սիրելի եղբայր, չգիտեիր հալածեցիր, բայց դա իրեն այնքան խոնարհեցրել է այդ հանգամանքը, ասում է անգամ առաքյալ կոչվելու արժանի չեմ։ Ես անոնց վրա ամենին ավելի շատ աշխատեցա, ոչ թե ես, հապա Աստծո շնորհքը, որ ինձի հետ էր։ Տեսնում եք Պողոսի խոնարհությունը։ Ես ասում է սուրբերից փոքրագույնն եմ։ Ես մեղավորների գլուխն եմ։ Ահա եւս խոնարհության մի օրինակ, որ կարող ենք մենք վերցնել եւ մեր կյանքերի մեջ գործածել։ Եվ մի որոշ պարագաների մեջ ասում է, որ դուք ինձ ստիպեցիք, որ ես պարծենամ։ Բայց այդ պարծանքը ոչ թե իրեն ցույց տալու համար էր, այլ իր անձի հանդեպ այնպիսի ճնշում կար եւ այնպիսի բանսարկություններ էր կատարվում, որ իր առաքյալ լինելու հանգամանքը հաստատելու համար Պողոս ստիպվեցավ բաներ կար, որ գրեր նրանց, որպիսի իր առաքելական պաշտոնը հաստատի, որ իր գրված թղթերը ոչինչի դուրս չգա, այլ աստվածային զորությամբ այն ներկայացվի մարդկանց։ Աստված սիրելիներ խոնարհներին շնորհք կտա, բայց հպարտներին հակառակ է։ Մենք ամենքս մեր անձերը քննենք։ Թերևս անգիտակցաբար այս բաների պատճառով մեր անձը բարձացել է, մեծացել է, հպարտացել է։ Այսօր իսկ եւ այդ Տիրոջ առջև ծնկի գանք, խոստովանենք եւ խնդրենք, որ Աստված իր խոնարհության մեջ պահի եւ իր հետ այդպես քայլենք միջև Տիրոջ գալուստը։ Առակաց 29:33 ասում է. Մարդու հպարտությունը իրեն կկործանի, բայց հեզահոգի մարդը փառք կվաստակի։ Հպարտությունը կործանում է, բայց հեզությունն ու խոնարհությունը գալիք փառքին պիտի արժանացնի։ Եթե այստեղ կան մարդիկ, որ դեռևս Տիրոջ առջև չեն խոնարհվել, եւ նաեւ սիրելի հերոստատիտողների մեջ, այսօր ճիշտ ժամանակն է։ Աստված ասում է, եթե իմ առջևս դու չես խոնարհել, իմ առջև կանգնած ես որպես հպարտ միազնավորություն, որովհետև քո ստեղծիչդ ուզում է, որ դու ճանաչես քո վրա եղած գերակայությունը, որ է Աստված։ Եթե չես ճանաչում, ուրեմն հպարտ ես, խոնարհի Տիրոջ առջև, խոնարհի եւ դավանի, որ Քրիստոս քո Տերդ եւ Աստվածդ է, որ քեզ համար խաչի վրա մեռավ եւ քեզ արդարացնելու համար հարություն առավ։ Երբ որ ճշմարտապես սրտանց այս դավանությունը դու կատարես,
Հիսուս Քրիստոսի արյունը քեզ բոլոր մեղքերից կսրբի, դու Աստծո որդի կդառնաս եւ հավիտենականությունը որպես ժառանգություն քեզ կտրվի։ Եվ կմիանաս Աստծո մեծ բանակին, այն մեծ ընտանիքին, որ Աստված այսօր աշխարհի բոլոր անկյուններում ունի։ Տերը թող քեզ իմաստություն տա եւ մեզանից ամեն մեկին, որ Տիրոջ առջև խոնարհությամբ քայլենք, ապրենք, իր փառքը փնտրենք մինչև Հիսուսի գալուստը։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին ամեն։ Luiserov, Jacques, Asvazim.